Հայաստանի վարչապետը զանգել է Ռուսաստանի նախագահին, այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսով խոսել են Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, նշվում է հաղորդագրությունում։ Երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Մեր կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են քննարկումը շարունակել առաջիկա հարմար առիթով հանդիպման ժամանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են դեպի Հայաստան նախատեսվող նոր բեռնափոխադրման մասին։ Ադրբեջանի տարածքով մեր երկիր կտեղափոխվի 4 վագոն պարարտանյութ եւ 1 վագոն հնդկածավալ։ Բաքուն պնդում է, որ հացահատիկի եւ գյուղատնտեսական ապրանքների նմանատիպ տարանցումն իրականացվում է պարբերաբար։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Արցախցի երիտասարդ կնոջ ու նրա անչափահաս երեխայի վրա մատ թափ տալու եւ բղավելու Հայաստանի վարչապետի արարքը հրաժարվել է մեկնաբանել արդարադատության նախարարը եւ վստահեցրել, որ կաշկանդված չէ։ Մեր գործընկերները Սրփուի Գալյանին հարցրել են իրավունքի տեսանկյունից խնդիր տեսնում է նախարարը, թե ոչ վարչապետի պահվածքում։ Գալյանը հիշեցրել է դեպքից ժամեր անց հանրային ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունը։ Վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված եւ կարող եք օրինակ մեջբերել վարչապետի հրապարակումը ինչի մասն է խոսքը ներողություն խնդրելու մասին։ Հիմա դա հարց է, թե պնդում է, թե ինչ է։ Ես հայտնվեիք, ինչ կանեիք, այդ ներողությունը կընդունեիք որպես նաև մայր։ Ես կմտածեի ինչ անել եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ինչու ենք անում, լավ ենք անում։ Հայաստանի արտգործնախարարի պատասխանն է քաղաքացիներին պատերազմով վախեցնելու հարցին։ Արարատ Միրզոյանը չի կարծում, թե քաղաքացիական պայմանագրի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում Հայաստանի բնակիչներին, երբ հայտարարում է. Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ։ Շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն եւ տեղալ օրենք խառնում է բոլորովին։ Իդեպ արդարադատության նախարարին խորհրդարանում այսօր հարցրել են հնարավոր նոր պատերազմի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի ինքնիշխանության դեմ վերբալ հանցագործություն չեն։ Վստահ եմ, որ հանցագործություն չէ։ Շուտով հնարավոր է մեր երկրի ու Թուրքիայի կրթական ոլորտները համագործակցեն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ ներկայումս քննարկվում է երկու երկրների բուհերում ուսանողների համար հատուկ կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը, ինչը կարող է երկու երկրների միջև երկխոսության մշակութային եւ հումանիտար կարևոր բաղադրիչներից մեկը լինել։ Երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ Երևանի վարչական դատարանում արդեն 3 օր է անընդմեջ շարունակվում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ հայցի քննությունը, որի շրջանակում դատարանն անցել է արդեն ապացույցների հետազոտման փուլին։ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են էլեկտրական հաշվիչների տվյալներ, որոնցում ըստ իրենց արվել են հավելագրումներ։ ՀՑԿՀ-ն տվյալների հիմք է ընդունել հաշվիչներ արտադրող գործարանի Կոնցեռն Էներգոմաշի տված տեղեկանքը։ Ըստ մարմնի ներկայացուցիչների, Չափագիտության ազգային ինստիտուտը չի կարողացել վերծանել սարքերը, քանի որ դրանք վնասված են եղել։ Ըստ փաստաբան Արամ Օրբելյանի, մասնավոր ընկերության տված եզրակացությունը չի կարող համարվել թույլատրելի ապացույց, քանի որ փորձաքննություն իրականացնելու միակ լիազորված մարմինը Հայաստանում Չափագիտության ազգային ինստիտուտն է։ Բացի այդ, փաստաբանը մատնանշել է փաստաթղթերի վրա արկա մատիտով արված նշումները, հարցականի տակ դնելով դրանց օբյեկտիվությունը։ Դատարանն այսօր պետք է գնահատի, թե որքանով են հիմնավորված ՀՑԿՀ-ի փաստարկները եւ արդյոք առկա խախտումները բավարար են լիցենզիայից զրկելու համար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի շուրջ հնարավոր համաձայնության մասին։ Ըստ նրա ինքը եւ Այաթոլան կարող են համատեղ վերահսկողություն սահմանել այս ռազմավարական ջրողու նկատմամբ։ Մասնագետները տարակուսում են Միացյալ Նահանգների ղեկավարության հակասական հայտարարությունների պատճառով։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր հաջող իրականացված գործողության մասին, որի արդյունքում Մոջթաբա Խամենեին կամ զոհված պետք է լիներ կամ ծանր վիրավոր։ Համաձայն Սպիտակ տան ղեկավարի բանակցությունները տեղի են ունեցել անցած կիրակի իրանական բարձրաստիճան ղեկավարության
մասնակցությամբ։ Իսրայելական աղբյուրի փոխանցմամբ իրանական կողմից քննարկումները գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Թրամփը նաև պնդել է, որ Իրանում իշխանափոխությունն արդեն փաստացի ընթացքի մեջ է բազմաթիվ պաշտոնյաների կորստի պատճառով։ Այնուամենայնիվ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռևս անձամբ չի ներգրավել այս գործընթացում։ Նեղուցի վերաբացումը շարունակում է կախված մնալ այս հակասական բանակցությունների անորոշ ելքից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցային գործընթացում արձանագրված լուրջ առաջընթացի մասին։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի այսօր նախատեսվում է հերթական հեռախոսազրույցը հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։ Վաշինգտոնի առանցքային պահանջներից մեկը Իրանի տարածքից միջուկային նյութերի ամբողջական դուրսբերումն է։ Թեհրանը սակայն պաշտոնապես հերքում է բանակցությունների փաստը եւ Թրամփի ռետորաբանությունը համարում է միայն էներգակիրների գները նվազեցնելու փորձ։ Դիվանը գիտական այս անորոշության ֆոնին Մերձավոր Արևելքից զբոսաշրջության ոլորտը պատերազմի պատճառով կրում է շուրջ $600 միլիոն վնաս։ Օմանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես զգուշացնում է, որ հակամարտության շարունակումը կհանգեցնի տարածաշրջանային տնտեսական աղետի։ Իրանի պաշտպանության խորհուրդը կոշտ հայտարարությամբ սպառնացել է ականապատել Պարսից ծոցի ծովային բոլոր ուղիները եւ ափամերձ գոտին։ Այս քայլին Իրանը կդիմի, եթե հակառակորդը փորձի հարձակվել երկրի ափերի կամ կղզիների վրա։ Ըստ վերլուծաբանների, սա լուրջ սպառնալիք է միջազգային նավագնացության եւ էներգետիկ անվտանգության համար։ Իսրայելի պաշտպանության ուժերն այսօր առավոտյան նոր հարվածներ են հասցրել Իրանին։ Թեհրանի հյուսիս-արևելքում հարձակման է ենթարկվել Իրանի պաշտպանության նախարարության էլեկտրոնիկայի արտադրության շենքը։ Օդային հարվածի հետևանքով շինությունն ամբողջությամբ ավերվել է, ինչից հետո տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածել եւ սպառնալ միմյանց։ Թավրիզի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբոլահի ենթակառուցվածքների դեմ հարձակումների նոր ալիքի մասին։ Հզոր պայթյուններ են որոտացել սահմանամերձ Խիամ եւ Ալ-Թայբեյ բնակավայրերում։ Հեզբոլահն էլ թիրախավորել է սահմանի երկայնքով տեղակայված իսրայելցի զինվորներին եւ զինտեխնիկան։ Իսրայելական կողմը զգուշացրել է, որ Իրանի եւ Հեզբոլահի դեմ գործողությունները դեռ երկար կտևեն։ Իսրայելի բանակի խոսնակը նշել է, որ առջևում դեռ շաբաթների պայքար կա։ Ըստ նրա, նպատակը Թեհրանի վարչակարգի եւ նրա դաշնակիցների թուլացումն է Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Իսրայելական հրամանատարությունը նաեւ ծրագրել է ընդլայնել իր վերահսկողության գոտին Լիբանանի տարածքում։ Եվրամիությունը սկսել է սահմանափակել Հունգարիայի մասնակցությունը գաղտնի հանդիպումներին, կարծելով, որ Բուդապեշտը կարող է գաղտնի տվյալներ փոխանցել Մոսկվային, հայտնել է Պոլիտիկոն։ Սա հանգեցրել է, որ միության բոլոր 27 անդամ երկրների մասնակցությամբ ընդհանուր նիստերի փոխարեն եվրոպական դիվանագիտության զգալի մասն այս պահին իրականացվում է փոքր խմբերի ձևաչափով։ Բանակցություններն ընթանում են E3, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, E4, երբ միանում է Իտալիան, Վեյմարյան եռանկյունի, Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը սերտորեն շփվում է Ռուսաստանի հետ, հայտնել են եվրոպական աղբյուրները Washington Post-ին։ Նրանց խոսքով երկրի արտգործնախարար Պետեր Սիարտոն օգտագործել է միության անդամ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընդմիջումները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին զանգահարելու համար։ Լաոսի մայրաքաղաք Վիենտիանում եւ մոտակա շրջաններում անսովոր ուժեղ կարկուտ է տեղացել։ Պատճառը տաք եւ սառը օդի կտրուկ բախումն է։ Կարկուտին ուղեկցել են ուժեղ քամին եւ ղորդառատ անձրևը։ Հարյուրավոր տներ վնասվել են։ Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բացնամակով դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, կոչ անելով քննարկել անկախ փաստահավաք առաքելություն ստեղծելու հարցը, որը կուսումնասիրի Հայաստանում ժողովրդավարական կառավարման, դատական անկախության եւ կրոնական ազատության ներկայվիճակը։ Նամակում միջազգային փաստաբանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ չեն արտացոլում հայ ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետները։ Ըստ Ամստերդամի, միջազգային իրավաբանների
խումբը իրենց վերջին զեկույցում մանրամասն փաստագրել են եկեղեցու ներքին գործերին կառավարության միջամտությունը, հոգևորականների կալանավորումները, պարակտիչ նախաձեռնությունների խրախուսումը եւ դատական անկախության համատարած էրոզիան։ Ըստ Ամստերդամի, զուգահեռաբար սրվում է նաեւ քաղաքական իրավիճակը ընտրական գործընթացների համատեքստում։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը շուրջ 200 օր պահվել էր կալանավայրի խիստ պայմաններում, այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Փաստաբանի պնդմամբ, քանի որ դատարանը որոշում է կայացրել եւս 1 ամսով երկարաձգել նրա խափանան միջոցը, ակնհայտ է դառնում, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին լիարժեք մասնակցելու նրա հնարավորությունները կտրուկ նվազում են։